Երեխեք ջան, զանգեք միանան, էլի ովքեր պիտի միանային, մեկ է վրեժնում անեն։ Մայրամին ոնց որ հարմար չէր իմ իմանալը։ Շնորհես, թե ինչ եմ բարի։ Հազա պապկա ենք, ստեղծել չեմ ասում։ Բարև, բարև։ Երեխեք հարցեր ունեք բնայինից։ Սա արել եք։ Ոչ, ավելի արել։ Արել եք դուք մանա ջան։ Էրի։ Իրենա ջան, նույն փոփոխականը մի հայտարարի, հա, որ սենց կարմիր գծեր չբանանի տակ քաշի։ Սենց չի աշխատի կոդը։ Այսինքն տարբեր անուններ դիր, կամ էլ ես արածը արդեն կոմենտում ես, որ հաջորդը անես։ Լավ։ String-ի մեթոդներից ով որը կասի, ով ա հիշում։ Ասեք, ով հիշում ա միացեք։ Որ հատվածը։ Այսինքն քանի պարամետր ա ընդունում ու որը որն ա։ Տենց ասա էլի ջան, որը։ Ինչի ինդեքսը։ Ինչ-որ տար ենք տալի կամ տառ ենք տալի, ասում ենք գտի տեքստի մեջից, հենց առաջինը հանդիպում ա իրա ինդեքսը վերադարձնում ա։
Սկզբից եւ վերջից միայն, չէ՞, մեջտեղինները չի հեռացնում։ Ահա։ 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 Բառով կամ տառով, հա։ Ուրիշ չէ, էլի կա։ Դա լավ գործիքներ կան, որ արժելի իրանց մասին խոսալ։ Օրը։ Ճիշտ է։ Չէ, slice-ն ես ասել։ Replace, ուրիշ։ Ահա։ Ահա, շատ ապես։ Լավ ես ասում, Վրեժ ջան, բայց այդ խոսքը ճիշտ ձևակերպելու համար պետք է հստակ խոսաս, որ հենց կոնկրետ ես դու ֆիքսված օրինակի վրով ես բացատրում այդ բանը, բայց պետք է անենց գլոբալ խոսաս դրա մասին, որ կոնկրետ ֆիքսված օրինակի վրով չխոսաս։ Ասես որ բանը string-ի includes մեթոդը ընդունում է արժեքը իր մեջ եւ այդ string-ի մեջ փնտրում է այդ արժեքը, եթե գտնում է այդ արժեքը, վերադարձնում է boolean-ի true արժեքը, եթե ոչ, վերադարձնում է false արժեքը։ Երբեք ֆիքսված օրինակներով մի խոսա, հա, մի ասա, որ չգիտեմ, hello world-ը, ուրեմն hello world-ը, տես մի պատկերավորվի, լավ ես անում, ճիշտ ես բացատրում, բայց որ ուրիշ տեղը տենց խոսաս, կասեն, բայ եթե hello world չլինի, բայ ուրիշ ինչ կասես։ Ուրիշ բան ենք տալի, տեքստ ենք տալի։ Գլոբալ խոսա ընդհանուր հասկացողության մասին, որ քեզ երկրորդական, երրորդական հարցեր չտան, լավ։ Ահա։ Շատ լավ։ Եկեք մի քիչ էլ այդ բաներից խոսանք, նոր գնանք առաջ, հա։ Այսօր երեխեք ջան, ցիկլերն ենք անցնելու, ցիկլ ու երկչափ ցիկլ, իրանցից ընդհանրապես ինչ են ներկայացնում, հա, այդ մասին ենք խոսալու։ Ահա։ Երեխեք, եթե մենք փոփոխականը հայտարարում ենք, բայց արժեք չենք վերագրում, դա վերադարձնում էր մեզ ինչ։ Միլենա։ Լավ, մանեջա։ Ոչինչ։ Undefined։ Վերադարձնում էր undefined։ Ինչի համար էր undefined, Միլենա։ Միլենա ջան, ինչի համար էր undefined վերադարձնում։ Այսինքն undefined-ը ինչ էր։ Չէ։ Փոփոխականը հայտարարել ենք, հետո որ տպում ենք այդ փոփոխականը, ինքը վերադարձնում է undefined։ Այսինքն փոփոխականը հայտարարել ենք, բայց արժեք չենք վերագրել։ Լավ, էսի հիշի անպայման չմոռանաս։ Փոփոխականը, որ հայտարարում ենք ու արժեք չենք վերագրում, հետագայում ուզում ենք այդ փոփոխականի հետ ինչ-որ գործողություն անենք կամ այդ փոփոխականը տպենք, վերադարձնում էր undefined։ Իսկ եթե փոփոխականը ընդհանրապես հայտարարված չէր Վրեժ, բայց ուզում ենք տպենք, ինչ էր բերում մեզ։ Չէ, օրինակ console log եմ անում ben, բայց ben ընդհանրապես չեմ հայտարարել, ոչ էլ բան եմ արել։
ուղղակի ստեղ գալիս եմ, sense console log եմ անում, մի հատ B։ Սա ինչ կտպի։ Ասայր։ Այո։ Reference error, չէ։ Ասում որ Ben հայտարարված չէ։ Շատ լավ։ Իսկ եթե գրում եմ LED, ասենք user-ը հավասար է null։ Ինչ եմ սրանով ուզում ասեմ։ Այսինքն ես գիտակցաբար ասում եմ, որ այստեղ արժեք չկա, չէ։ User-ին տալիս եմ, որ արժեք կա։ Իսկ undefined հավասար է null-ին, հանե։ Սա ինչ կվերադարձնի, true թե false։ True։ Իսկ եթե դնեմ նույնը 3 հավասարեով, false թե էլի true։ Ինչի։ Null-ը օբյեկտ է։ None-ը դե գիտենք, none-ը none-ին հավասար չէր, չէ։ Երեխեք, none-ը նաև ստուգում ենք հետևյալ ձևով, հա, գրում ենք number get is none, ուրա, is none ու տալիս ենք արժեքը, հա, ասենք չգիտեմ, վերևում ինչ-որ փոփոխական ենք հայտարարել, կամ այդ փոփոխականից ինչ-որ արժեք պետքա դուրս գա, այդ value-ն արժեքը գրում ենք ստե, հա, sense value, սա գրվածք է, որը ստուգում է, none-ա թե ոչ, հա, none-ի ճիշտ ստուգումն է։ Երեխեք, infinity ու minus infinity դրանք բաներ են, ինչ անունը։ Infinity-ն вообще-то նշանակում է ոնց որ անվերջ։ Ուրեմն, եթե ես տպեմ console log-ով, տպեմ 10 բաժանած 0-ի, սա կվերադարձնի infinity, հավանաբար։ Ինչ ես ասում։ Հասկացա։ Երովից հետո չի կարող աշխատել։ Ինչ value is not defined։ Տպում է infinity, հա։ Իսկ եթե minus 10 բաժանեմ 0-ի, կտպի minus infinity։ Minus անվերջություն։ Էսի error չի, ժողովուրդ ջան, այս infinity-ները, էսի արժեք է, հատուկ արժեք է, հա։ Եթե ես տամ, որ infinity-ն մեծ է, հա, 1 միլիոնից ինքը կտա, որ ճիշտ ես ասում։ Երեխեք, եթե սենց անեմ, console log, ով գիտի պատասխանումը, հա, ով մտածում է, որ տենց է, թող իրա պատասխանը ասի։ Undefined plus 1, սա ինչ կտպի։ Ինչ կտպի ես քեզ, հերթով պատասխանեք երեխեք։ Մի բան ասի, ինչ։ 1, վրեժ դու։ Միլենա։ Մանե։ Կաղան նան տպի։
երեխեք թվի հետ ուզում է անի անոմալ գործողություն, undefined-ը, հա, undefined-ը ուզում է գումարի թվին, թվին ուզում է գումարի մի հատ նենց բան, որը որ գոյություն չէ, այդ արժեք չի իրանից ներկայացնում, այսինքն վերադարձնելու է մեր նանը, այ այս ձեր ասա, չէ, մի վարկյան, իսկ եթե console log անեմ null-ը, null-ին գումարած 1, վրեժ ինչ կտպի ստեղ, վրեժ, մանե, Միլենա, Էրիկ, ճիշտ է, մեկ է տպելու երեխեք, որովհետև նալը դատարկություն է, չէ, դատարկությանը, որ մեկ գումարեք, մեկ կլինի։ Լավ, սենց շեղով բաներ անելու, իրականում կհանդիպի, որ մի քիչ անդրադարձ հա դրանց մասին, բայց մի մոռացեք, հա, որտեղից է ծնվում undefined-ը, որն է null-ի գաղափարը ու այդպես մի փոքրիկ, հա, հավելում ինֆինիտին, որը, չգիտեմ, հետագայում այդպես շատ կիրառելի չի, ուղղակի էլի իմացական առումով իմացեք, որ այդպես բան կա։ Երեխեք ջան, ինչա իրանից ներկայացնում մեր ցիկլը։ Ուրեմն, for-ը ստեղծվել է, որպեսզի այդ մի քանի շարակցական գործողությունները անելու համար, հա, իր կառուցվածքը հետևյալ ձևի է, գրվում է for, մեր ցիկլը, գրվում է for, դրվում է փակագիծ, ստեղ գրվում է սկիզբ, եկեք մի հատ սենց էլ ձևով գրեմ, տառելով, սկիզբ, հետո գրվում է կետ ստորակետ, պայման, կետ ստորակետ, պրաբել անեմ, որ անիմաց բաներ չբերի, հա, ուստե երորդ պարամետր որպես ընդունում է քայլը, քայլ, դրվում է ձևավոր փակագծեր, ուստեղ գրվում է կոդը, ինչ կոդ պետք է գրվի, հիմա, դասական, սովորակ, այ կներեք երեխեք, եստեղ պետք է լինի ձևավոր փակագծեր, այս կոդն էլ իրա մեջ, սենց է իրա կառուցվածքը, հա, գրվում է for, մեր ցիկլը, որի մեջ պետք է մտնի ինքը, հա, այդ ցիկլը երեխեք, կարա կազմակերպված լինի, չգիտեմ, երկար ստրինգների ինդեքսները որոշելու համար, կամ չգիտեմ, հետագայում արդեն զանգվածի հետ գործողություններ անելու, ինչ-որ թվերի հաջորդականություն ստանալու, ինչ-որ թվերի գումար ստանալու համար, ինչ-որ միջակայքից ինչ-որ արժեքներ դուրս բերելու համար, հա, զույգ, կենտ, սենց բաներ առանձնացնելու համար, ցիկլը վերջանում է, երբ որ իրա ուրեմն պայմանը հասնում է իրա տրամաբանական ավարտին իրա քայլերի միջոցով, ուրեմն սովորական դասական աճող լուպ, հա, հիմա ես ձեզ ասեմ, հա, այս for-ի գաղափարը, այս մի հատը, ուրեմն հիշում ենք սկիզբ, պայման, քայլ, ու իրա մեջ գրվում է իրա կոդը, սա մաքրում եմ, գրում եմ for փոփոխականը հայտարարում եմ, իրա մեջի սկզբի փոփոխականը, եթե ուզում եմ սկզբի փոփոխական հայտարարեմ, նախ let եմ գրում, որպեսզի փոփոխական հայտարարեմ, let, հիմնականում գրում ենք in, հավասար է 0, սկզբնական արժեքը 0 է, պայմանը գրում եմ, քանի դեռ in փոքր է in-ից, ու քայլը տալիս եմ հետևյալ ձևով, i++, մի քայլով ամեն անգամ ավելացնելու է, i++-ը, սա դասական աճող լուպն է, այդ բանն է, ինչ անում ցիկլի մարմինն է, որը դասական աճում է, ստեղ իրա սկզբնական արժեքը տվել ենք 0, պայմանը տվել ենք, որ in պետք է փոքր լինի in-ից, ու ասում ենք ամեն մի, հա, կռուգի ժամանակ, այս ցիկլի ամեն մի հատ մուտքը ու այդ ամեն մի հատ ֆռռալու ժամանակ
in plus 1 արա 1-ով։ Հիմա երեխեք, ստեղ console log ենք անում իր մեջ, console log ենք անում in։ Հիմա սա ոնց է in իտերատորն է, in կոչվում է իտերատոր, դրա համար i-ով ենք, հա, գրում երեխեք ջան։ Ուրեմն, ինչա կատարվում ստեղ։ Առաջին անգամ, երբ որ գալիս է ու մտնում է ցիկլի մարմին, in սարքում է 0, in վերցնում սարքում է 0, գալիս է պայման, ասում է 0-ն փոքր է in-ից, ասում է հա, ասում է դե in մեծացրու մի հատով, in սարքում է 1, մտնում է ստեղ ու տպում է 0-ն, հետո գալիս է արդեն հաջորդ, էլ այս սկզբնական արժեքին ինքը չի վերաբերվում, գալիս է այստեղ, արդեն 1 է, ասում է 1-ը փոքր է in-ից, ասում է հա, ասում է շատ լավ է, գալիս է այս քայլի բաժինը, ասում է մի հատ էլ մեծացրու in, plus արա, in սարքում է 2, մտնում է ստեղ 1-ը տպում է, հետո հաջորդ կռուգին գալիս է վերև, երեխեք այսքան անգամ ինքը իրոք աշխատում է տակից, գալիս է ասում է 1-ը փոքր է in-ից, ասում է հա, ասում է օքեյ, այ 1-ը արել ենք, օքեյ, լավ 2-ը, 2-ը փոքր է in-ից, ասում է հա, ասում է շատ լավ, այստեղ քայլի համար պատասխանատուն, ասում է քանի որ դու այս բաժնից անցել ես ստեղ, դու մի հատով էլ ես մեծանալու, 2 plus անում, այսինքն մենք ասել ենք, չէ, թվին plus-ը ինքը մի հատով իրան ավելացնում է, հա, ոնց որ ստեղ plus 1 անի ամեն անգամ այդ թվին, ստեղ սարքում է 3, գալիս է ստեղ 2-ը, տպում է, հիմա որ գանք մենք ստեղ, տեսեք, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, մինչև այդ նույն իմ ասած քայլով, ինքը մինչև 8-ը արել է, երբ որ եկել է ստեղ ասել է դու 8 ես, ասում է 8-ը փոքր է ինձ, ասում է հա, գալիս է ստեղ, ասում է դե մի հատով մեծացի դառնում է 9, գալիս է ստեղ 8 տպում է, գալիս է ստեղ ասում է 9 փոքր է ինձ, ասում է չէ փոքր չի, հավասար է 9-ին, ասում է վերջ, ուրեմն իմ ցիկլը ես վերջացրեցի, դու էլ առաջ չես գնա, որ մի հատ է քո արժեքը մեծացնես մի հատով ու կարողանաս console log անես, հա, չես կարա մտնես ցիկլի կոդի մեջ ու այս տպելու գործողությունը անես։ Նույնը, երեխեք ջան, նույնը մենք կարանք շատ հանգիստ անենք նվազող լուպի պարագայում։ Այս պարագայում ինչ ենք անում։ Այս պարագայում մեր սկզբնական արժեքը պետք է լինի, ոչ թե քանի որ նվազող է ինքը, պետք է լինի այն վերևի սկզբնաղբյուրից, հա, այն վերևի մասից, որտեղից որ ինքը պետք է իր նվազումը լինի, այսինքն եթե ես ուզում եմ տպեմ 10-ից մինչև 0 թվերը, պետք է բան անեմ, հա, 10-ից 1 կամ չգիտեմ 0 ներառյալ, արդեն կհասկանաք ոնց ենք անում։ Սկզբնական արժեքը կտամ let in, իտերացիա, in հավասար է 10, հետո պայմանն եմ գրում, ասում եմ in, քանի դեռ մեծա կամ հավասար, եթե ուզում եմ 0 ներառված լինի, մեծա կամ հավասար 0-ից պետք է դնեմ։ Ուրեմն get ստորակ է, ու ստեղ իտերացիային տալիս եմ i մինուս մինուս, որպեսզի ինքը 1-1 հատով իջացնի։ Ու ստեղ տպում եմ console log in։ Ստեղ ոնց է աշխատում։ Առաջինը գալիս է 10-ն է վերցնում, 10-ը, գալիս է ասում է 10-ը մեծա կամ հավասար 0-ից, ասում է հա, ասում է դե մի հատով պակասացրու, ասում է օքեյ, կդարձնեմ 9, ստեղ կգամ 10-ը, բայց կտպեմ, 9-ով կգամ արդեն ստեղ հաջորդ պայմանի հատվածը կստուգեմ, 9 մեծա կամ հավասար 0-ից, օքեյ, մի հատով պակասացրու, դարձրեց 8, հաջորդ շրջանի համար, գալիս է 9 ստեղ տպում է, հետո այս արդեն հաջորդ կռուգի ժամանակ արդեն 8-ով է իր պայմանի ստուգումը անում, տեսել կլինի 10-ից մինչև 0 թվերը, հա, տեսեք ստեղից, հա, էսի առաջինն էր, էս է երկրորդն է, 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 0, եթե ուզում ենք 0 ներառվի, նույնը ստեղ, եթե ուզում ենք 9 ներառվեր, երեխեք ջան, գրում ենք փոքր կամ հավասար, մեծ կամ հավասար, այդ հատվածները տենց սիրուն անում ենք, որպեսզի ինքը ներառվի։ Ուրեմն, ինչ է իրանից ներկայացնում break-ը, երեխեք ջան, գոյություն ունի break, որը կտրում է միանգամից սենց ինչ-որ այդ ցիկլի հատվածը, կտրում է
կանգնեցնում է լուփը բրեյքի ժամանակ, հա, այդ ցիկլի ամեն մի հատ շրջանը դա լուփ է կոչվում, ու այդ լուփը ինքը կանգնացնում է։ Ուրեմն ոնց է կատարվում, եկեք էսի կոմենտարի անեմ, ու եթե ես ուզում եմ, հա, ինչ-որ, չգիտեմ, մինչև 0-ից 10 թվերը նկարեմ, բայց իրա մեջ 5-ը ներառված չլինի։ Ոնց եմ անելու դա, հա, ցիկլս գրում եմ for let in հավասար է 0-ից, սկզբնական արժեքն եմ տալիս, հետո տալիս եմ պայմանը in փոքր է 10 ու գրում եմ i++։ Հիմա գալիս եմ, ստեղ երեխեք, պայման եմ ասում եմ, եթե in հավասար է 5, ուրեմն break արա, գրվում է ստեղ, սովորական break ու վերջ։ Այս ներքևում նոր գալիս եմ, if-ի պայմանից դուրս, սա չէ որ if-ի սկոպկեքներ, if-ի պայմանից դուրս նոր տպում եմ, կոնսոլ լոգ եմ անում իմ in։ Հիմա կտպի բոլորը, բացի 5-ից, որովհետև break-ը կանգնացնում է լուփը կամ մինչև 5-ը։ Սա մի վայրկյան, տեսեք 0, 1, 2, 3 ու 4։ 5-ից սկսած արդեն ինքը վերջ դուրս է գալիս։ Break-ը ընդհանուր ցիկլից ամեն ինչից երեխեք դուրս է բերում։ Իսկ ինչ է անում continue-ն երեխեք։ Break-ը ընդհանրապես կտրում դուրս է գցում ցիկլից։ Եթե դու մի տեղ գրեցիր break, ստեղ տեսեք ես պայմանից կախված եմ break-ը գրել, բայց եթե ես ինքը մտնի մեջը ու սովորական ես ստեղ գրեի break, ինքը ուղղակի կմտնի կտեսնա break ու միանգամից դուրս կգա ցիկլից, ցիկլը ընդհատվում է break-ը տենալուց հետո ցիկլը վերջնական ընդհատվում է, հիշեք։ Հիմա, եթե ես անեմ continue-ն բաց է թողնում քայլը։ Եթե break-ը կանգնեցնում էր մեր լուփը, ապա continue-ն բաց է թողնում քայլը։ Ոնց ենք անում, ասենք, խոսքի նույն օրինակը continue-ով եկեք անենք։ Գրում եմ for let in հավասար է 0 in փոքր է 10 ու i++։ Հիմա ես գալիս եմ, այս պայմանի այս հատվածի տեղը, նորից նույն պայմանը գրում եմ, break-ի փոխարեն գրում եմ continue։ Continue նշանակում է շարունակել, բայց ինքը բաց է թողնում քայլը։ Այս երկրորդից է, եկեք break-ի հատվածը կոմենտ անեմ։ 0, 1, 2, 3, 4, 5-ը չկա, 6, 7, 8, 9։ 5-ից անցում է կատարում, այսինքն երեխեք ջան, break-ի փոխարեն, որը որ բան էր անում, ուղղակի դուրս էր գալի լուփից, սա բաց է թողնում այդ քայլը։ Հա, եթե ես ուզում եմ ուղղակի 5-ը չտպվի, կամ 5-ը ու մի քանի արժեքներ ուղղակի ներառված չլինեն, դրա համար ես օգտագործում եմ continue։ Continue-ի լավագույն տարբերակներից մեկը, լավագույն օրինակը continue երեխեք ջան, եթե ես ուզում եմ 1-ից 10 ընկած միջակայքում, հա, 1-ը եւ 10-ը ներառյալ, եթե ես ուզում եմ միայն կենտ թվերը, հա, ուրեմն գրել,
այդ ամեն ինչը կարող անեմ հետևյալ ձևով, եթե ուզում ենք 1-ից 10 զնգած հատվածում 1-ից 10 ներառյալ կենտ թվերը միայն, կենտ թվերը, հա, դուրս բերենք, այդ ամեն ինչը անելու համար կգրեմ իմ ցիկլի պայմանը for let in հավասար է 1 in փոքր կամ հավասար է 10 i++։ Ասում եմ, եթե i տոկոս ինգներ i տոկոս 2-ը եթե հավասար է 0, այս պարագայում continue։ Մնացած դեպքերում console log արա երեխեք կարամ սենց գրեմ, որպեսզի տարօրինակ չլինի, հա, ես չգիտեմ գրվածքը, այս է, վրանցած գրվածքի պես լինի, ասում եմ, եթե թիվը առանց մնացորդի բաժանվում է 2-ի, այսինքն զույգ հա, մի տպի, անցի դրանց վրայով, մնացած դեպքերում console log արա in, հիմա միայն կենտ թվերը կտպի, 1-ը, 3-ը, 5-ը, 7-ը, 9-ը, երեխեք ցիկլի միջոցով ոչ միայն եղած, այլ նաև չեղած արժեքներ կարող ենք ստեղծել, հա? Օրինակ, եթե ես ունեմ մի հատ դատարկ string, ունեմ մի հատ, ասենք, չգիտեմ, let string հավասար է դատարկ string ունեմ։ Հիմա ես կարամ for ցիկլից մարմինը բացեմ, let in հավասար է 0 in քանի դա փոքր է 10-ից i++։ Հիմա այս string-ին plus հավասար կանեմ մի հատ x։ Կգամ դրսում, console log կանեմ իմ string-ը։ Այդ քանակով, երեխեք, նայեք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 0-ից մինչև 9, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 հատ x ավելացնում է իմ string-ին, հա? Այս այն դեպքն էր, որ մեր loop-ը, հա, մեր այս ցիկլի մարմինը կառուցում է արժեք, չեղած արժեքից, այսինքն string-ը, որը որ ուղղակի դատարկ էր, ինքը այդ չեղած արժեքից վերջնական տեսք մեզ վերադարձրեց կառուցված արժեք։ Հիմա, երեխեք ջան, բացի նա, որ մենք ունենք այս ուրեմն պարզ ցիկլի կառուցվածքը, մենք նաև ունենք nested loops, հա, ներդրված տենց ցիկլի մարմին, ուրեմն կոչվում է ինքը loop-ի մեջ, հա, ուրեմն ցիկլը ցիկլի մեջ, ինչի համար է ինքը տեղի ունենում, եթե կարիք կա, որ մեր այս վերևի այս պարզ ցիկլը, հա, պարզ ցիկլ անվանենք, չգիտեմ իրանը տենց, եթե պետք է, որ մեր այս պարզ ցիկլի մեկ պտույտը իրանից ներկայացնի, որ ինքը տակից մի հատ էլ այդ ամեն մի պտույտը 10 հատ ուրիշ պտույտ կատարի, մեխանիզմը երեխեք էսի, հա, ինչ-որ արժեքներ դուրս բերելու, մատրիցաները, չգիտեմ անցել եք թե չէ, հա, մատրիցաների հետ աշխատանքի համար է հիմնականում ամենաշատը
դա կարևոր ու կիրառելի, ուրեմն օգտագործում ենք ցիկլի երկու մարմին, որոնք լինում են ներդրված ու գրվում են հետևյալ ձևով։ Գրվում եմ սովորական մեր իմացած այս մի ֆորը, եկեք սա կոմենտեմ, ու այս ընդհանուր օրինակի վրա խոսանք, հա, let in, ասենք հավասար է 0, ուրեմն կգրեմ in փոքր կամ հավասար է 9, ու գրում ենք i++, Հիմա, ստեղ հայտարարում եմ մի հատ փոփոխական number, որը որ հավասար է 3-ի, ու բացում եմ հաջորդ ֆորս, ֆորի մեջ բայց, for, հաջորդը երեխեք ջան, ուղղակի ընդունված կարգա, որ գրում ենք j-ով, j-ն հավասար է 0, j-ն փոքր կամ հավասար է 9, j++, ու եկեք այս մյուսի մեջ կոնսոլ լոգ անենք մեր ցիկլի ներսում հայտարարված փոփոխականը let number 3-ը ու հասկանանք, թե քանի անգամ է այն տեղի ունենում։ Երեխեք, ուրեմն տեղի ունեցավ, որ ինքը 100 անգամ տպեց, սա քանակն է կողքը, որ 100-ը գրե, տպել է 3-ը, չէ որ մենք ներսում փոփոխական ենք հայտարարել։ Let նամը հավասար է 3, այս ցիկլի ներսում հայտարարել ենք let նամը հավասար է 3։ Ու հետո այս ներդրված ցիկլի ներսում մենք տպել ենք մեր փոփոխականը, վերևում հայտարարված փոփոխականը։ Ուզենալու հասկանալու համար, թե քանի անգամ է մտնում այս մարմնի մեջ, հա։ Այս մարմնի մեջ ինքը մեզ ցույց է տալի, որ մտնում է 100 անգամ, բայց ոնց։ Ուրեմն, տեսեք երեխեք ջան, ինչա կատարվում։ Երբ որ առաջին անգամ գալիս է այս ցիկլի մարմնի մեջ է մտնում, գալի ասում է let in հավասար է 0 արժեքի դեպքում, գալի ասում է 0-ն փոքր կամ հավասար է 9-ից, ասում է հա, ասում է դե սարքի 1, ասում է կսարքեմ, օքեյ։ Հետո տակից գալիս է, հայտարարում է մի հատ փոփոխական, բայց ինքը հիշում է, որ արդեն let in 0-ի է։ Գալիս է հայտարարում է մի հատ փոփոխական ու ուրեմն նամը հավասար է 3-ի։ Գնում է հաջորդ ցիկլին, գնում է հաջորդ ցիկլի մարմին, ասում է let j-ն հավասար է 0-ի, j-ն փոքր կամ հավասար է 9-ից, ասում է ճիշտ է, j++, ասում է շատ լավ, ասում է դե արի մի հատ տպի կոնսոլ լոգ 3-ը, ասում է լավ, հետո բարձրանում է վերև նորից այս j-ն, այս j-ն երեխեք ջան ամեն անգամ 10 անգամ անում է, հա, որովհետև 10 անգամ պայմանին բավարարում է, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, գալիս է, այսքանը արեց, պրծավ հենց պայմանին չի բավարարում, այս ներքևի մասը, հա, այս մի ֆորի ժամանակ, հենց պայմանին չի բավարարում, դուրս է գալիս այս ցիկլի մարմնից ու գալիս է էլի այս ցիկլին, ստեղ գալիս է, արդեն ստեղ 1 էր, հիշում եք, 0 էր, դարձրել էր 1, բայց եկե ընկել էր այս ցիկլի մեջ ու 10 անգամ արել էր, այսինքն սրա ամեն մի հատ բավարարելը, սրան 10 անգամ ֆրցնում է այս ցիկլը։ Եթե մենք խնդիր ունենանք, նման խնդիր ունենանք, որ այսպիսի խնդիրներ ենք լուծելու, այսինքն մեկ ցիկլի պտույտի դեպքում իր ներդրված ցիկլը 10 անգամ աշխատի, մենք կարանք շատ հանգիստ այս գրվածքը այդ մեր խնդրի մեջը ներդնենք։ Ուրեմն, գալիս է երկրորդ պայմանն ասում է ես արդեն 1 եմ, 1-ը փոքր կամ հավասար է 9-ից, 9 1 է, ասում է հա, ասում է շատ լավ, դե ուրեմն 9 եւս սպեցացրու մի հատով, սարքի 2, ասում է լավ, գալիս ասում է մի հատ փոփոխական ունեմ, let նամը հավասար է 3, շատ լավ ասում է, գնացինք ստեղ, գալիս է ասում է let j-ն հավասար է 0, այստեղ 0-ից է էլի սկսում, ասում է հա,
գալիս է 9-ին, նորից G-ն մեծացնում է ու 10 անգամ էլի ֆռում է այս ցիկլի մեջ, 10 անգամ այս մեջի ցիկլի մեջ ֆռում է, ուրեմն, հետո, երբ որ վերջացնում է արդեն ցիկլի պայմանին չի բավարարում, դուրս է գալիս ու գալիս է ստե 9 արդեն 2-ով է ստուգում պայմանը։ Այսինքն ստացվեց, որ let in հավասար է 0-ի դեպքում ներքևի ցիկլը ֆռած 10 անգամ, 1-ի դեպքում ֆռած 10 անգամ, 2-ի դեպքում 10 անգամ ֆռած ու տենց 10 անգամ ֆռած 10 հատ։ Այսինքն արտաքին լուպը 10 անգամ է լինում, այս վերևինը, այս վերևի մեծ ֆորը ընդհանուր, այս մեկը 10 անգամ է ֆռում, ներսի լուպը ամեն 10 անգամը ընդհանուր 10 հատ ֆռում է, ամեն մի անգամը 10 անգամ ինքը ֆռում է, այսինքն 10 անգամ, 10 100։ Պարզեր երեխեք ջան այս ներդրված ցիկլերը։ Ամեն այս մեկի կռուգը ենթադրում է իր ներսինի 10 անգամ ֆռալ, հա։ Երեխեք 10 անգամ ասվածը այնպես չի, որ 10 անգամ է, եթե ես ստեղ գրեմ փոքր կամ հավասար է 20-ից, հա, 19-ից կամ, այսի արդեն 20 անգամ կֆռա, կախված է իմ պայմանից, հա, քանի որ 9-ներ, դրանից կախված ինքը 10 անգամ էր ֆռում, բայց այդ 10-ը կոնստանտ արժեք չի, որ դուք ներդրված ցիկլեր գրեք, ասեք, որ երկրորդ ցիկլը 10 անգամ կֆռա, այդ 10 անգամ ասվածս վերաբերվում է նրան, որ ինքը ուրեմն կախված իր պայմանից է այդքան ֆռում։ Երեխեք, ուրեմն հիմա ասես մի հատ բան կա։ Ինչ է իրանից ներկայացնում ֆորի սկոպկեքը ու ֆորի սկոպկեքից դուրս իր փոփոխականը հասանելիության էլի չունի։ Ուրեմն, եթե ես գրել եմ մի հատ ցիկլի մարմին let in հավասար է 0-ի, ուրեմն in փոքր է 3-ից, i++։ Եթե ես տեղ հայտարարեմ let x-ը հավասար է i, ու եթե ես երեխեք ջան կամ դրսում ուզենամ, ուրեմն console log անեմ իմ x-ը, սա կտպի error, սա error է։ X is not defined, այսինքն x-ը ոնց որ պայմանի դեպքում, հենց այդ ցիկլի դեպքում բլոկ սկոպ կա, հա, դա հասկացողությունն է, որ ինքը այս սկոպկեքից, այս փակագծերից դուրս գլոբալ տիրույթում հասանելիություն չունի։ Երեխեք ջան, պարզեր ցիկլը։ Ուրեմն, պետքա ցիկլով առաջադրան, ցիկլով ստեղծել հետևյալը։ Այս եք ստեղծելու երեխեք։ Սկզբից առաջի տողում լինի x, երկրորդում xx, երրորդում 3 հատ x, չորրորդ տողում լինի 4 հատ x։ Գնացիք։
Էջան ստացվել է ասենց։ Չէ, լավ է։ Ճիշտ է, ապրեք։ Վրեժ ջան, ապրես որ ստացել ես։
Բայց խես քեզ չարչարեն։ Մի ցիկլով գրի, այդ ամեն ինչը վրեժ։ Կարաս գրես մի ցիկլով։ Կարաս գրես, ես գիտեմ։ Մի հատիկ ցիկլով գրի, հա, նենց գրի մի հատ ցիկլով, որ այս ամեն ինչը սենց կա լինի։ Կոնսոլ լոգիդ մեջ արտապատկերված։ Վրեժ լսում ես ինձ։ Դե գրի մի ցիկլով, հա։ Ասա երկու։ Հա, կարանք, իհարկե։ Ուզում ես թե կադիր։ Տես, եթե շատ անում ա, իժի կայա դառնում։ Կարաս տեղ չգիտեմ, F-ով դնես։ Ուղղակի որ ինքը իտերացիա է, I-ով ընդունված գրելը։ Որտեղ որ նայես, միշտ I-ով է լինելու գրված։ Ուրեմն, ովքեր որ գրել են առաջի խնդիրը, գրում են երկրորդ խնդիրը։ Երեխեք, պետքա տպել 1-ից մինչև 100 100 թվերը, եթե թիվը ընթացքում, եթե թիվը բաժանվում է 7-ի, կանգնեցնել լուպը։ Մեկից 100 թվերն եք ուզենալու տպել, եթե թիվը ընթացքում բաժանվի 7-ի, կանգնեցնեք լուպը։
Ճիշտ է, ապրես մանեջեր։ Միլենա ջան, չես գրել առաջինը։ Ինչի համար է էրոր բերում։ Ինչ էրոր է, սկսենք այդտեղից։ Պետք է էրորները տարբերակել ու կարողանալ կարդալ այդ էրորները, հասկանալ, որ լուծել։ Ինչ էրոր է Միլենա ջան, ասա հասկանանք։ Ինչ ա գրում։ Վրեժ ջան, քո մոտ ստացվեց բիցիկլով։ Ապրես Էրիկ ջան։ Երեխեք ջան, եկեք ձեզ երրորդն էլ ասեմ, երրորդ խնդիրը։ Ստացեք հետևյալը երկու ցիկլերի միջոցով։ Ինգը տողը լինի ու մանա, աստղանիշներով։ Այսինքն երկու ցիկլի միջոցով էս ամեն ինչը ստացել։ Միլենա, ինչ էրոր էր քո մոտ, չասեցիր։ Բայց ին ուր է ես ուրեմն տպում, կաղա ցիկլի մարմնից դուրս ես տպում։ Լեթով հայտարարել ես։
Լավ է, ապրես, վրեժ չեմ։ Հաջորդը գրի, 1-ից 100 թվերն ես ուզենալու տպես, եթե թիվը բաժանվում է 7-ի, կանգնեցրու բանը, հա, լուպը։ Այդ բանը, ցիկլը, լավ, սա եկեք սենց գրեմ, ցիկլը։ 1-ից 100 թվերը նա լինելու, պայմանը, որ let in հավասարը 1-ից պետքա լինի, մինչև փոքր կամ հավասար է 100-ը, ի պլյուս պլյուսով։ Այս պետքա պայման տաս, եթե թիվը բաժանվում է 7-ի, ցիկլի մեջ առաջի հանդիպած 7-ից հետո ինքը բան անելու, դուրս է գցելու ցիկլից։ Դրա համար նոր անցանք ինչն է պատասխանատու։ If-ը պայմանն է։ Let in 1 Ժին փոքր է, ինչ ուժեղ պայմաններ ես տարել։ Երեխեք այդ չգիտեմ ChatGPT բան եթե անում եք մի արեք, հա, ձեր համար եմ ասում։ Եթե ուզում եք որ կուրսի վերջում իմանաք որ ոչ մի բան չգիտեք, օքեյ, արեք։ Հարցեր տալով ես գիտեմ, ով ինչ գիտի կամ չգիտի։ Միլենա ջան, մի հատ ցիկլով գրի, հա, առաջի խնդիրը։ Կներեք, ալա։ Նա։ Մի ցիկլով Միլենա ջան գրի ճամփի խնդիրը։ Հե, երեխեք ջան, ինչ նորություններ ունենք։ Հավ եկեք առաջի խնդիրը։ Ապրես վանա ջան։
Okay, լավ է սեր։ Լենա ջան, տես։ Let string-ը, գրում եմ հավասար է առաջի խնդիրն է, թե ոնց ենք ստանալու այս x-երը, հա։ Let string-ը հավասար է դատարկ ենք սկզբից անում։ Դատարկ string-ը պետք, որպեսզի մենք իրա մեջ բան անենք, հա, ավելացնենք x-երը, ամեն շրջադարձին ավելացնում ենք մի հատ x։ Հիմա, հետո կոնսոլում արդեն կտպենք այդ ընդհանուր կուտակված x-երը։ Ուրեմն, ինչ ենք անում, սկսում ենք ցիկլի մարմինը, for, ուրեմն, let in հավասար է 1, ուրեմն, ունենք 1, 2, 3, 4 հատ տող ունենք, ուրեմն, in փոքր կամ հավասար է 4-ի, ու ստեղ ասում ենք i պլյուս պլյուս, ստեղ գալիս ենք մեր string-ին, գումարում ենք մի հատ x string-ով, իսկ ստեղ console log ենք անում մեր string-ը, երբ որ գալիս է առաջին անգամ մտնում է ցիկլի մարմինի մեջ, ստեղ ինքը 1 է, մի հատ ֆռում է, տեսարկում է x ու տպում է այդ x-ը, հետո գալիս է արդեն string-ի մեջ x-ը մնացած եղել, տպում է 2 հատ x, եթե կարիքը լիներ, որ 1-1 հատով լիներ, ամեն անգամ պետք էր նաև string-ը դատարկել, բայց այս պարագայում դատարկել պետք չի, քանի որ պետք էր մեզ, որպեսզի ինքը գումարվեր, դրա համար ուղղակի string-ին գումարում ենք մի հատ x ու այդ ընդհանուր եղածը տպում ենք, console log ենք անում ամեն անգամ, սկզբից 1 հատ, երկրորդին ավելացնում է երկրորդ հռունգին 2, այսինքն ամեն մի հատ ոնց որ կոպիտ ասած այդ իտերացիան մենք բան ենք անում, հա, արտապատկերում ենք x-երի տեսքով 1, 2, 3, 4, 4 անգամ մտել է ցիկլի մեջ ֆռացել է, 1, 2, 3, 4, ընդամենը դա էր պետք անել, իսկ 1-ից 100-ը այս թվերի, որը բաժանում են 7-ի, կանգնեցնել ցիկլը, այս պայմանը, այս խնդիրը ոնց է տեղի ունենում, հա, ուրեմն տալիս եք, որ ցիկլի մարմինը let in հավասար է 1, in փոքր կամ հավասար է 100, i պլյուս պլյուս, ու ստուգում եք պայման, եթե թիվը բաժանում է 7-ի, ինքը պետք է անի break, break-ն էր, որը պատասխանատու էր ցիկլը կանգնեցնելու համար, continue-ն ուղղակի ոնց որ անցում է կատարվում այդ արժեքի վրայով, իսկ break-ը ուղղակի կանգնեցնում է ցիկլը, երկրորդ խնդիրը լուծեք երեխեք, ես սենց մի հատ բան գրեմ, for let in հավասար է 0, in փոքր է
3-ից շատ լավն է այս մտածողությունը, գիտեք, կոնսոլ լոգով այս բանը տեքստը տպելու կանգնեցնել ցիկլը եւ թիվն է էսի ու բրեկ։ Ոստես մտածողությունը շատ ծանոթ մտածողություն է դրա համար լավ։ Լավ, ապրես վրեժ ջան։ Երկրորդը առաջինի նման, երրորդը առաջինի նման է, ուղղակի երկու ցիկլով պետք է անել։ Ահա։ Երեխեք, նոր ով էր խոսում։ Ինչ անծանոթ է։ Վրեժ դու էիր հարցնում։ Հա, լավ։ Տեսակ ոնց որ քո ձայնը չլներ։ Ահա։ Ունեմ հետևյալ ցիկլը, իր մեջ ներդրված հաջորդ ցիկլը, Լ, Ž հավասար է I, Ž-ին փոքր է 3-ից J++, հետո կոնսոլով I ստորակետ J։ Քանի անգամ կաշխատի իմ կոնսոլ լոգը։ Էրիկ ու Մանե։ Մի րոպե ժամանակ։ Էրիկ, բացատրեք ինչի համար, ով կարա բացատրի, ինչի 9 անգամ։ Ու ոնց է աշխատում ինքը։ Ահա։ 0-0։ Երբ որ in քայլ առ քայլ վերլուծությունը անեք, չէ՞։ Երբ որ in հավասար է 0-ի, մտնում է j-ի մեջ, տպում է 0-0։ Էդի 1, հետո դարձրեց 1։ Ահա։ Մի հատ է 0-1 տպեց, չէ՞։ Ահա, հետո ահա 0-2 մի հատ է տպեց, էդի 3 տպել։ Ահա, ահա, ահա։ Եղավ 1-1, չէ՞։ Մի հատ 1-1-ը կտպի, մի հատն է 1 ու 2-ը կտպի։ Էդի 4 ու 5, հետո ինչ կանի։ Վերևի I, չէ՞, for-ի մեջ, ահա։ Արդեն սարքել է
Ահա, ահա, երկուսը։ Ահա, կտպի 2, 2, չէ՞։ Հետո դարձնում է 3, գցում է վերևը, ասում է 3 ա ու ինչ ալու։ Հոգան է, տեղա 6 հատ։ Ես հաշվել եմ։ 0, 0, 0, 1, չէ՞։ 0, 2, հետո 1, 1, 1, 2, ամենավերջում էլ 2, 2, չէ՞։ Ահա, այսինքն 0, 0, 0, 1, 0, 2, էսի առաջի կռիվն էր, հետո 1, 1, 1, 2, էսի երկրորդ, ամենավերջինը մենակ երկուսներով, չէ՞։ 1, 2, 3, 4, 5, 6 անգամ։ Պատկերացրինք երեխեք այս ներդրված ոռերի աշխատանքի սկզբունքը։ Այսինքն ներքին լուպի սկիզբը կարող է կախված լինի արտաքին լուպից, չէ՞։ Այսինքն ժ-ից։ Ահա, կեց տրակետ։ Ահա, այս մեկը գրում եմ, այս մեկի մասին խոսալու է Էրիկը։ Գնացինք, let in հավասար է 1, in փոքր կամ հավասար է 3, I++։ Հիմա for let in հավասար է 1, J-ին փոքր կամ հավասար է 3, J++ if եթե in հավասար է J, ուրեմն continue console-ով I ստորակետ J։ Էրիկ ջան, հիմա մեզ ասա, սա քանի անգամ կտպի ու քայլ առ քայլ վերլուծությունը։ Ուզում ես կարաս տեղ բարձր մտածելով ասես։
Ինչ էրոր ա բերում, Միլենա ջան, ամբողջ խնդիրը կայանում է դրանում, ինչ էրոր է, հազար տեսակի էրոր կա, նկարի ուղարկի էրորը, հա, ասա է ջան, ըհը, 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 շատ լավ, հիմա գնացինք, առաջին դեպքում, երբ որ մտավ ֆորի մեջ վերցրեց let in հավասար է 1, սկզբնական արդյունք, չէ, մեկը փոքր կամ հավասար է 3-ից, ասում է օքեյ, ասում է i++ արա 2, բայց պահի մտքիդ մեջ, բայց 1-ով գնա առաջ, մեկը իջավ ներքևի ֆորի ցիկլի մեջ, ճիշտ է, ցիկլի մեջ իջավ ներքևի ֆորի մեջ, հիմա ներքևում գալիս է ասում է j-ն հավասար է 1, սկզբնական արժեքը, գնաց, պայմանին բավարարեց, արժեքը իտերացիան քայլը մի հատ մեծացրեց ու ինչ անում, գալիս է ուր, քայլերով եմ ասում, Էրիկ ջան, տես, քայլերով ասում եմ, ոնց է ընդհանրապես կատարվում, դա կարաս բացատրես, վերևից մտնում է այս ցիկլի մեջ ու ոնց է քայլ առ քայլ այս ամեն ինչը սենց հստակ գալիս ու հասնում մինչև այս կոնսոլը, կարաս դա բացատրես։ Օրինակ ես սենց կասեմ, երբ որ ցիկլը սկսվեց վերևում, այս մեր ցիկլը, վերևի ցիկլը, որը որ իր մեջ ընդգրկել է մեջի ցիկլը, ճիշտ է։ Սկզբից գալիս է, հայտարարում է let in, որը որ հավասար է 1-ի, տալիս է սկզբնական արժեք։ 1-ը գալիս է պայմանին բավարարում է, սկզբնական վերցված արժեքը, անցնում է քայլի փուլ, in ավելացնում է 1-ով, բայց ինքը մեկ արժեքի դեպքով իջնում է ներքև, in հավասար է 1, բավարարեց, իջնում է ներքև, օքեյ, ես քայլը չենք ասում, բայց ինքը տենց է աշխատում, ստեղ արդեն երբ որ գալիս է այս փակագծերի ներսում, ինքը 1-ի համար է չեկինգը անում, բայց արդեն իր մեջ պահել է, որ in դարձրեց 2, քանի որ պայմանին բավարարել է, սա ուղղակի անիմաստ քայլի անցում չի, սա խոսում է նրա մասին, որ այդ in ընթացքում դարձրել է 2, հիմա ստեղ այս երկրորդում ինչ ա տեղի ունենում էր, j-ն սարքում է 1, էր գալիս է պայմանի մեջ, երկրորդ քայլը գալիս է պայմանի մեջ, տենում է բավարարում է թե չէ, բավարարեց, 1 ա, ոնց չէ, 1-ը փոքր կամ հավասար չի 3-ից, բավարարեց, օքեյ, գալիս է ստեղ այդ ավելացում անում չի անում ա դե բնականաբար անցանք այդ մասը, գալիս է պայմանն է ստուգում, in ինչքան էր, ինչքանով էր եկել in, վերևից, 1-ով, չէ, in 1 արժեքը վերցրած, եկել էր ներքև j-ի տիրույթ, հիմա j-ն 1 էր, պայմանի մեջ ասում եմ, եթե in հավասար է j-ին, continue, այսինքն անցի դրա վրայով, այս console log-ը ինչ է անելու, չի տպելու այդ մեկը, չէ, առաջինը չի տպում, j-ն հավասար է 1-ի դեպքում չի տպում,
Էդի չտպեց, հելավ վերև, ժին սարքում է 2, ճիշտ է, պայմանին բավարարում է, գալիս է պայմանի մեջ, ինչ էր, 1 էր, չէ հլը, հլը 1-ի դեպքում է ժիի մեջ պռում, 1-ը հավասար է 2-ի, չէ, ուրեմն continue-ին չի բավարարում, ստեղ կտպի 1 ու 2, 1, 2, էդի 1 տպել, հիմա գալիս է ժին սարքում է 3, բավարարում է պայմանին, փոքր է, որովհետև կամ հավասար, բավարարում է պայմանին, գալիս է ասում է 1-ը հավասար է 3-ին, չէ, continue-ից դուրս եկա, մի հատ է 1 ու 3 է տպում, էդի 2 անգամ տպեց, ճիշտ է, հետո գալիս է սարքում է 4, պայմանին չի բավարարում ու այս ցիկլից դուրս է շպրտվում, ճիշտ է, ելնում է վերևի ցիկլի մեջ, հլը չի վերջացրել ընդհանուր ցիկլի մարմինը, որովհետև ին մենակ 1-ի պարագայում էր հլը ստուգում արե, ին սկսում է 2-ի դեպքում ստուգել, ճիշտ է, 2-ի դեպքում պայմանը բավարարում է, գալիս է նորից ժիի ջանին է կպնում, սենց կոպիտ ասած, ժին վերցնում է 1, նորից, 1-ի դեպքում պայմանը բավարարում է, գալիս է ստեղ, ին իշքան է, ժին 1 է, 2-ը 1-ին հավասար չի, այս անգամ տպում է այս առաջի պայմանը, 2-1, էսի երորդ տպելն էր, հետո, գալիս է ժին սարքում է 2, պայմանին բավարարում է, բայց գալիս է ստեղ, այս մյուս պայմանին ասում է 2-ը հավասար է 2-ի, սրա continue-ն թույլ չի տալի, որ սա տպի, ճիշտ է, այսինքն մի հատ տպել, նորից բաց թողեց, երբ ին ու ժին համընկնում են իրար, սա չպտի տպի, էս էլ չի տպում, ելնում է վերև, 3-ի դեպքն է քննարկում, ին 2-ա, ժին 3-ա, կտպի, էսի 4 հատ, 4 անգամ տպեց, ելնում է վերև, արդեն ին սարքում է 3, 3-ի դեպքում շտում է ներքև, ժին 1-ի դեպքում կտպի, ճիշտ է, էդի 4, մի հատ էլ կտպի 2-ի դեպքում 6, քանի որ հենց հասավ 3-ի դեպքում չի տպի, այսինքն ընդհանուր հաշվարկով մենք ունեցանք, որ կաշխատի կոնսոլ լոգը 6 անգամ, այսինքն ի ու ժիի համընկնումների պարագայում ինքը չի տպել ուղղակի, հասկացանք չէ այս բանը, ցիկլի մարմնի աշխատանքը, շատ լավ, երեխեք 1-ից 100-ի ընկած հատվածում մի վայրկյան, վրեժ դու ուղարկել էիր, չէ, են 1-ից 100-ը, հեսա նայեմ, մի վայրկյան, մի րոպե, E is not defined it, ինչի համար, որովհետև Միլենա ջան, ցիկլի մարմնի մեջ ոչ թե գրում ենք for in հավասար է 1, այլ դեմը let ենք գրում, հա, փոփոխական ենք հայտարարում, մենք փոփոխականը սրոյից պետք է հայտարարենք, էդի որ անես կլինի, մեկ էլ կոնսոլ լոգըդ ցիկլի մարմնի մեջ գրի, հա, ցիկլի մարմնից դուրս որ կոնսոլ լոգ ի անես, ինքը իրա երեխեք այս ցիկլի ներսում հայտարարված փոփոխականը դրսում ընդհանրապես կիրառություն չունի, եթե ես գամ ստե կոնսոլ լոգ ի անեմ, սա ինքը չի ճանաչում, ասում է ին ով է, ինքը չի տենում ին, որովհետև դա ծնվել ու մահանում է for-ի ցիկլի մեջ, այդ մարմնի մեջ, լավ, այլ անպայման կտզես, Միլենա ջան, մեկ էլ այս երկու ցիկլով, որ կատարվում է այս աստղանիշները, սրա մասին է խոսա, մնացածը ճիշտ ես գրել, ուղղակի ես կոնսոլդ հանի ցիկլի մարմնի մեջ, մեկ էլ այս ին անպայման առանց let-ի չգրես, կներեք երեխեք,
Մի հատ էլ վրեժի գրածը տենամ երկու ցիկլով։ Չէ, վրեժ ջան, ներդրված։ Իմ ասածը այս ներդրված ցիկլերի մասին է խոսքը։ Այսենց, ոչ թե առանձին երկու հատ ցիկլ գրես, այլ այդ խնդիրը գրես այսենց, հա, ինչ-որ երկու ներդրված ցիկլերի միջոցով։ Հասկացա՞ր։ Ուհ։ Դե տենց անպայման կգրես, Միլենա ջան, դու էլ կգրես, էդի կշտկես, մեկ էլ այս աստղանիշներով անպայման կգրես։ Դուք դրանք էլ իրար հետ կճամփեք, երեխեք ջան։ Ըհը, այսօրվա համար այսքանը, երեխեք, այս ցիկլերը անպայման կկարդաք։ Չգիտեմ, երկուշաբթի օրը կունենանք դաս, թե չէ։ Ես ձեզ դրա մասին կտեղեկացնեմ։ Այսօրվա համար այսքանը, տնային առաջադրանքները կուղարկեք, հա, այս տարի տնայինները։ Վերջ, լավ երեխեք ջան, պակաս, տեսցում,